Հիմա բեմը կտրամադրվի մի անձնավորության, որը երբ որ նա նոտ շերտանցին խմբում էր ասել պատմասի նախասերնած ասում են բոլոր ճանաչում էին ամբողջական միությունում արտասահմանում և ինչպես մեր շատ սիրելի մի անձնավորություն ասում էր արտասահմանից դուրս և լինում էին դեպքեր, երբ որ նրանց համերգները լինում էին սովետականության տարբեր քաղաքներում, այնտեղ գալիս էին աղջիկներ և հարցնում էին իր անունը տալով։ Իսկ ինքը այսօր երգելու է, երբ որ իմանում էին, որ ինքը այսօր չի երգելու, թողնում գնում էին, որտեղ իր համար եք տալի։ Նույն երբ Երևանում էր կատարում։ Մի հանգամանք ես նշեմ, որ նախորդ երգը երբ որ հնչեց Ախվերդյանը, նա հարգելի պատճառով այսօր բացակայում է, բայց խոստացել է, որ առանցին մի հատ համերգ ունենա ես նույն կազմի հետ, ես հիմա բոլորի հիշեմ, որ իրան ասում եմ և իսկ հիմա ես բեմ եմ հրավերում այդ անձնավորությանը, որի մասին, որ ես ասեցի, կարող եք հրայեկովա։ Վերցի ինչ օպերա գիտեք, Այդա ասեցի, հա, Այդայի գործողանցի անուն ինչ է։ Որ ասում են դու, բադ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  Ռադա մեզ Ռաձիկ Գաբրելյանն է, դիմավոր է։
գործիքի հատված երկում են կինոներում են նկարում տարբեր կերպարներ հիմնականում դեպ նաև նրա խաղացած բացասական կերպարին ավելի են սիրում քան դերական կերպարին անհավորություն այդպես եւ բացի դրանից ինքը ոչ միայն մի քանի ստեղծագործություն է դերել այլ նաև խոսքերի էլ էինք դերել հենց որ ես մենակ չեմ այդ բանը մենք ինչ ենք կասկածում ում վրա ենք կասկածում ում անում ով միասին ասում միասին Յանը Արավաջան ժողովուրդը քեզ ասպասում Որ երկով որը կոչվում է ընկերներից
մարդուն դաստիարակում են ովքեր։ Շարլ Պերո, Գրիմ եղբայրներ, Անդերսեն, Հովհաննես Թումանյան, բայց Հովհաննես Թումանյանի բոլոր հեքիաթները վերջանում են ինքնուրույնից տխուր բանով։ Իսկ ասած մեր մեջ ասած այդքան էլ ուրիշ չեն գալի Թումանյանի հեքիաթները։ Լավ, այդ ուրիշ բնակավարեցա։ Հիմա ամեն ժամանակ ունի իր Շարլ Պերոն, ամեն ժամանակ ունի իր Գրիմ եղբայրներ, ամեն ժամանակ ունի Քրիստիան Հանս Քրիստիան Անդերսենը։ Այդ ժամանակներ ունի։ Իստեղ դալիճում երեխաներ կան, նա բոլորս էլ մեր ծնողների երեխաներն են։ Ձեր վերստացույցով, երբ որ երեխաների հետ միասին նայում եք հեքիաթը, ով է պատմում։ Քրիստ Մանարյանը և Քրիստ Մանարյանը հիմա դուրս կգաբեն Նոնե Մանուչարյանի հետ և իր ստեղծագործություններից մի երգ կլսենք, որը կոչվում է «Անունը տալիս»։ Քրիստ Մանարյան, Նոնե Մանուչարյան, համեցեք դեմ։ Բարի երեկո, սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր, բարի երեկո բոլոր նրանց, ովքեր երևանցի չեն, բայց համարվում երևանցի, իմ խորին համոզմամբ երևանցի լինել շարքում է ընդունել այս քաղաքի կարգ ու կանոնը, այդքանով արդեն կարող ենք մեզ համարել այս քաղաքի քաղաքացիներ։ Մի շատ կանչ տարբերում ունեմ, որը ընկերներից մեկում արտահայտելիս մեկը Երևանցու նախկինը չի լինում, եթե երևանցի ես, դա հավուր, ընդմիշտ է, կապ չունի ես դեպքում աշխարհագրությունը, թեև իհարկե ցանկալի է, որ երևանցի լինես Երևանում։ Հիմա ձերտությամբ ուզում եմ կատարել իմ սիրելի կնոջ Նոնեի հետ երգ, որը երբևէ որևէ տեղ վեբերից չեմ կատարել, որը կոչվում է «Անունը տվեցի»։
Ես հատիկով նայել արարումները ես Մանուկյանսկին, դրա համար շնորհակալություն։ Չարաշահումները շարունակվում են, բայց ես նոր ծրագրից եմ ասա, որ ես չարաշահում եմ։ Իրեմ լարում անում, տղար չեմ անում, բայց էլի իմ երկրից պիտի հենչի։ Երևանյան երկր, այս երկրը դեպ ոստատեցի։ Ուրեմն այդ կահանվարությունը և ներուր շատ լավունքեր է, երիտասարդական հաղորդում էին կազմակերպում հեռուստատեսությունը և ինձ դիմեցին ասում մի հատ երկնեց երիտասարդական տարիքային ինչ-որ մի բան, Արամայել Սահակյանի հետ խորհրդակցեցին և գրեցին երգ, որ ուղղում է աղջկա երգ, բայց այդ երգը վերաբերում բոլոր տարիքներ, ցանկացած տարիքում կարելի այդ հայտնությունն անել և վերապրել կամ առաջին անգամ ապրել զգացմունքներ և ընդհանրապես շրջապատի աշխարհի հարևաններին, ծանոթներին և անծանոթներին աշխատել նաև այնպիսի աչքերով, որ նրանց մեջ ինչ-որ մի բան գտնեք հարազատ, իսկ ձեզ ամեն մեկիս հարազատ, ամեն մեկի մեջ կա, ուղղակի մենք չգիտենք ինչն է մեզ հարազատեցնում, դա միայն նա չի, որ մենք հայ և երևանցի։ Դա ուրիշ ներմություններ էլ կան, մեկնված ձեր, ասպասելի շտիկ, փոքր օգնություն, որովհետև չենք դեմ մտածել։ Ես որ արդեն բոլորս դեր է, ես էլ խոսում եմ։ Իմ երկերից այդ երկը ծնվեց այդ հաղորդման համար, և հիմա էլ խնդրում եմ շարաշահում համարեք կողմից, ոչ մի այս ինչ կատարվեց։ Եկ երկերը աչքս, ընտանեկանության այդ ամեն, կորուպցիա, անհաջակ, հարիդեր։
Եվ չեք նրանց կայսը կարտան։ Ուրեմն ես։ Դու բոլոր մտի որ շատ լավս է։ Se lավ չի դենում, ամաճս լավ չի սեսում, որ ես ծալում Եղը տեսեք, Շան Լազնորի անվան մշակույթի և արվեստի պետական կոլեջի պետ, որի ռեկովարն է հասկանալի Խաչիկ Սահակյանը։ Մոտարապես Ռիո դե Ժանեյրոյի Երևան քանի կիլոմետր է։ Ճիշտ է, ահագին շատ։ Եմեսների իրանց մոտ կա երեխեք ջան, եկեք։ Մեդել չեն կսում, որ ես դե խոսում եմ։ Երեխեք ջան, եկեք, ես մի քիչ խոսամ դուք եկեք։ Եվ պարզեցին, որ ահագին շատ։ Եվ ահագին շատը հիմա երեխեք է ձեզ համար կներկայացնեմ Քրիստ Մանարյանի, որ կոչվում է Ռիոյից Երևան միքս են արել էլի։ Հետո գալիս է Բոսանք Երևանը և բրազիլական Սամբա։ Աու։ Շարժարել անելու ես։ Ժորժան, փոքր ուղում անեմ, ուրեմն Դես կնամ նայել։ միքսը անել ենք կարևոր մեր հայկական երկրնոր հենց վարպետի, մայստրոյի երկը հնչեց բոսանավայական ռիթմի մեջ, որը բոլորը գիտեք, որ բրազիլական ծագում ունի և այս երկներ Էջի Խաչիկ ջան, դա հին հայկական է։ հին հայկական Հայ գետասային սրասել է։ Մեր մոտ ներեցնց է։ Հիմա այս հայկական երկը անելու ենք սամբայական ռիթմերի մեջ, Քրիստի Սամբա բարախլատը արիչ։ բոլորը գիտեք այդ երկը, իսկ մինչև այդ հնչելու է Morning in Rio բրազիլական հայտնի երկա Սերգիո Մենդեսի ու դեռ ենք հասկացնենք, որ քաղաքային մշակույթը մայստրո ջան հիմքում նույն տեղից է գալի և այսպես Morning in Rio և Բոսանք Երևանը, այսքան առավոտը բացվում է Ռիոյում և երեկոմ վերջացնում ենք մեր երևանյան սրճարաններում։ Կկատարի Ազնավուրի անվան պետական կոլեջի բենդը, Մարադալյանը, Մամբոներ մամբայի հետ չսպոտ է, մամբան ոնց է, մամբան բարը, սամբան բարը, սամբոն ասված երոտանը։